մեր ձևով շարժման առաջին հաշվետու միջոցառմանը հանդես գալու որպես գործընկեր և խորհրդատու։ Այս նախաձեռնությունը բարձրացնում է Հայաստանի առջև այսօր կանգնած մի շարք կարևոր հարցեր, և ես ուրախ եմ այսօր հնարավորության համար ձեզ հետ կիսվելու զեկույցի առանցքային թեմաների շուրջ իմ դիտարկումներով։ Մենք ապրում ենք մի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական և ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին։ Այս փոփոխությունները լիովին առնչվում են նաև Հայաստանում։ Ցավոք, Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական և ժողովրդական ներուժը։ Երբևէ այն դիտվում էր որպես հետխորհրդային ամենախոստումնալից հանրապետություններից մեկը, կրթված մարդկային ռեսուրսով, քաղաքացիական հասարակության ներգրավվածության հարուստ փորձով և ժողովրդավարական զարգացման պատրաստակամությամբ։ Բայց ապագան դեռևս բաց է և այն գրելու հնարավորությունը մնում է մեր ձեռքերում։ Այս համատեքստում առանձնապես կարևոր են երկու ուղղություններ։ Առաջինը ինստիտուցիոնալն է, Հայաստանի ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի և գտնի ճիշտ հավասարակշռություն պետության, իշխանության ու տեղական և օտարերկրյա ներդրումների խթանման միջև։ Գույքային իրավունքի պաշտպանությունը վճռորոշ նշանակություն ունի տնտեսության բոլոր ոլորտներում, հատկապես տեխնոլոգիականում, որտեղ ձևավորվելու է նաև էներգետիկայում օտարերկրյա ներդրումների հիմնական ուղղություններից մեկը։ Հայաստանը անկասկած պետք է արդար բաժին ունենա իր բնական պաշարների զարգացման արդյունքներից։ Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործում է գույքային իրավունքի հետևողական և կանխատեսելի համակարգ, որն ապահովում է ներդրողների վստահությունն ու պատրաստակամությունը ներդրումներ կատարել։ Սա բարդ, նուրբ հավասարակշռություն է և հեշտ է շեղվել որևէ ուղղությամբ։ Այդ պատճառով ժողովրդավարության, գույքային իրավունքի, պայմանագրային հարաբերությունների և թափանցիկության նկատմամբ հստակ հանձնառությունը կենսական է։ Ես համոզված եմ, որ ժողովրդավարական գործընթացների պահպանումը, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը և մասնագիտական փորձագիտական խորհրդատվությունը կարևոր նախապայմաններ են այս նպատակին հասնելու համար։ Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն օտարերկրյա ներդրումներ, այլև միջազգային փոխվայր օտարերկրյա ներդրողների համար, որոնք կարևոր դեր են խաղալու Հայաստանի ապագայի ձևավորման գործում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է ապահովել Հայաստանի թռիչքաձև տնտեսական զարգացումը, կարծում եմ առանցքային ուղղությունը պետք է լինի արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը։ Այս ոլորտը բացում է նոր հնարավորությունների դաշտ, միաժամանակ պահանջելով նոր մտածելակերպ և նպատակային ներդրումներ։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ Հայաստանի համար տնտեսական առաջընթացի շարժիչ ուժը, մի կողմից օգտագործելով կրթված և տեխնոլոգիապես պատրաստ աշխատուժը, իսկ մյուս կողմից հնարավորություն ստեղծելով հասնելու այն երկրներին, որոնց հետ այսօրվա պայմաններում բարդ է առևտրական կապեր հաստատել ավանդական արտահանման ճանապարհներով։ Սակայն արհեստական բանականությունը ոչ միայն հնարավորությունների, այլ նաև մարտահրավերների մասին է։ Այդ պատճառով էլ այն ճիշտ ձևով օգտագործելը, մասնավորապես կրթության և թվային ենթակառուցվածքների մեջ ներդրումներ կատարելը այս ամենի առանցքային բաղադրիչներից է։ Շատ շնորհակալ եմ։ The Armenian economy to reach countries abroad that are so far very difficult to reach by exporting goods using the usual ways. But artificial intelligence creates challenges as well as opportunities. So using artificial intelligence the right way, and in particular investing in education and digital infrastructure, are also part of the important elements here.